բարի լույս։ Ջեր հեղեղից հետո անկեղծ եմ ասում, ես զարմացած եմ։ Այսինքն Իսպանիայի վրա զարմանալ պետք չէ։ Անձրև այն ժամին, որ երեխաներին դպրոց էինք բերում։ Ջրի մեջ ուղղակի կորել եմ, սպասում եմ Արտուրը գա տանի աշխատանքի, էլ ցանկություն չունեմ եկա այնտեղ հագուստս փոխելու եմ։ Գայում հետևից գնանք աշխատանքի։ Հիմա կտրվել եմ։ Կարծես ոչինչ էլ չկար, հեղեղի պես ուղղակի թափվեց այն ժամին, որ մենք գալիս էինք հենց այն պահին, որ դպրոցի ժամն էր, ժամը 9-ն էր, պետք է մտնեինք աշխատանքի ու դասի, ասում եմ երկրորդ թողեցին տանը, այդ ժամերին ոչ մի անձրև, ոչ մի բան, այսօրվա օրով բերեցին, հասցրեցին դպրոց ու թրջվեցինք։ Կարծես ուզում է արև դուրս գալ։ Խելագար եղանակ, նորից սկսեց անձրևը տեղալ, լավ է Արտուրը եկավ։ Մոտի, բայց դու չես կարա, տուր մաման անի։ Նո, մեկը ես անեմ, մեկը դու, հլե ես կոմ ձերքդ հեռու։ Ձերքդ հեռու։ Կիսիկ, ձերքդ կտրելու ես հեսա։ Տուր մամային, դժվար է բան, տուր մամային։ Դե թող, վերջ։ Չես կարա, էդի ուրիշ ձև ա դրված, բար, սենց մեջն ա դրված, տես։ Չէ, որտեղից կտրենք, էդի արդեն լվացարանն ա, թող, էդի պիտի պապան հանի, թող։ Մա կորտոլա կամադերիկ։ No։ Գրի, սպասի պապան վերջացնի ես մյուսը, հետո կանենք են մյուսը։ Կամադերիկ que no le hace nada. Հա։ Lo corto. Հա։ Արդ երկու հատ դարակներ ա ունենալու։ Դե հերիքա էլի, ուղղակի էդ ցանցի տեղը չի լինում է, շորերը բա որ դնենք արդ լվանալու համար։ Շորերին տեղ չի մնում է, են սետկան դնելու համար։ Փոքր բաղդիկն էլ էսա էլի Արտուր։ Սիրելիներս, ինձ մոտ այստեղ արդեն մահճակալի գլխամասը եկել է, դե իհարկե պետք է կախենք, կարծում եմ, որ սա անհամեմատ լավ է, քանց թե այն փոքր է, սա մի փոքր կողքից ազատ է մնում, քանի որ տեսեք մահճակալը այսպես շատ մոտ պատին է կպցված, բայց եթե բերենք մի քիչ ես կողմ իմաստ չեմ գտնում, ուղղակի ավելի շատ փոշի է հավաքվելու, ճիշտ է մի փոքր այն մասից բաց է մնում, բայց դե ոչինչ, ավելավ այդպես, քանց թե կարճ լիներ։ Սա այսպես, այստեղ վարակույրներն էի կախել, հիմա տեսնեմ ոչինչ մնաց դուրս բերելու, սա խոհանոցային չորանոցներն են, ուր, այստեղ մեկ հատ փաստորեն ավել է, հա։ Դա թող մնա, հիմա դա պետք չէ։ Սրանք դնենք մեջը։ Սա գորգի համար է նախատեսված, երբ որ գորգը բերեմ տեղափոխեմ այստեղ կդնենք մեջը, սա հավաքեմ, աղբը, Արտուրն այնտեղ երեխաների մահճակալն է հավաքում, ու ասեմ բավականին ժամանակատար է, որովհետև շատ մասեր կան, այսպես մանր, որ պետք է ուշադիր լինի։ Վարակույրը կախել եմ ու հիմա Արտուրը կտեսնի, կսկսի, ինչու շտապեցիր, քեզ ասեցի ժամանակը չի, պետք է գան պատուհանները, երեքշաբթի օրը վերանորոգեն։ Ես էլ ասում, թող գան, որովհետև ասենք թե այստեղ բնակվում ես ու կախել ես, վարակույրները կան ու խնդիր է առաջացել պատուհանների հետևաբար պետք է դուրս բերեն
դնեն ներքև, իրենց գործն անեն, մենք նույնիսկ կախենք ավելավ այսպես, քան թե այս կողմ այն կողմ տանե, ի վերջո պետք է վերջացնենք լոգարանում գրեթե ամեն բան պատրաստ է, 1-2 կահույքի այդ դռները պետք է տեղադրի և ցնցուղը գնամ ցույց տամ, բավականին սիրուն ու մոդեռն է ստացվել լոգարանը, թեպետ որ ինչ խոսք փոքր է, բայց կա այն ինչ-որ կա սիրելիներս։ Ինչ ես անում։ Ցույց եմ տալիս, հանգիստ է։ Ես անում եմ մի պակետ Ամազոնից։ Ինչ ես անելու։ Այդ մեծ տիկնիկը մի մապոկի, բալ։ Վարակույրները այսպես է ստացվել սիրելիներս։ Հետո սա կարող ենք փակել, որպեսզի դրսից չթափանցի, առավոտյան էլ ավելի թափանցի կթողնել։ Հա, տեսնում են, ձակ ցույց եմ տալիս։ Այսպես է լինելի է լոգարանի ցնցուղը, Արթուրը սևի մեջ է որոշել, վախենում եմ այստեղի նստվածքից, որ թողում է, բայց ասում է հեշտ է մաքրվում սրա վրա, չգիտեմ, հեշտ է մաքրվում, թե ոչ լվանալուց սա դուրս կգա, կարծում եմ, որ չէ, ուղղակի պետք է շատ է լինել։ Բայց սա այսպես բերում ես ցնցուղի վրա, անջատելը ու ավելի, սա վերևից ցնցուղն է գալիս, սա ձեռքի ցնցուղն է, իսկ սա անջատելն է, հասկացանք։ Իսկ այս մյուսի անջատելը որն է, այսպես, սա էլ այսպես, դեռ ցնցուղը չի տեղադրել, իսկ այստեղ էլ լվացարանն է լինելու, արդեն իսկ կիսով չափ տեղադրված է և դարակները, կարծում եմ մեզ այս երկուսը հերիք է, ճիշտ ասած այս պատը չեմ ուզում ոչինչով ծանրացնել, բայց կարծում եմ, որ ինչ-որ մի բան պետք կգա, կարող ենք այստեղ կախել չէ, տեղ չունի կախիչների համար, կարող եմ այս երկու կողմերում ինչ-որ բան դնել, հենց այս գույնի մեջ, գոնե շամպույն, մարմնի գել, դրանք այստեղ տեղադրենք, թե չէ դնենք այստեղ ու այսպես անդադ գանք վերցնենք, օգտագործենք, կարծում եմ հարմար չի լինի։ Այս էլ այսպես։ Այս հատվածն էլ է պատրաստ։ Գրիս նստի ենտեղ չսարես, հելի մի հատ մամայի սենյակի լույսը կանջատես գիտ։ Ելինես բարի երեկո։ Մենք դեռ նույն տանն ենք, դա նորմալ է, մեկ շաբաթ էլ երևի հուսամ։ Շատ այսպես փոքրիկ բաներ եմ մնացել որ վերջացնենք, բայց դե Արտուրն ասում է համբերում եմ։ Սիրելիներս, մեզ մոտ ուրբաթ է, այսօր որոշել ենք ֆիլմ դիտել, բայց այդ ֆիլմը մի փոքր իրենց տարիքին համապատասխան չէ։ Վախենում եմ, որ ես կվախենամ, բայց իրենք չեմ վախենա։ Հետո անունը կհիշեմ, այստեղ կգրեմ, չեմ հիշում հիմա այս պահին, գիտեմ, որ սերիալ է։ Կրիստիկ, հեսա տարել ենք, էլ մի ուրիշը մի հանի, բայց մենք գնանք իրենց այդ ֆիլմը դիտենք, հետո մի փոքր ավելի ուշ կգամ կմիանամ, մի փոքր կզրուցենք դեսից դենից և այլն, ու արդեն կգնանք հանգստանալու, Կրիստինայի աչքը կպել, արթնացել է Կրիստինա, այդ որ դու վեր ես կացել մեր համար հետո վատ է լինելու, դու դժվար քնես հետո, թե կքնես մոծակ, ինչ է եղել ստեղդ գիտիկ։ Ինչ ողոտուն չգիտոք, ոտեղ ես ցավացրել կանջոք։ Գնացինք, հեսա կտանք սարքել, միրք ունենք ու դե բնականաբար
Առանց վատի ուր պետք է գնայինք, չէ։ Սիրելիներս, մեզ մոտ արդեն երեկո է, ֆիլմը դիտեցինք, այսպես մազերիս դիմակ եմ դրել, մազաթափության համար նախատեսված ռոզմարինով և ծայրերին էլ դրել եմ արգանի յուղը։ Մեկնաբանություններում գրել եք, որ էլենջան դիր արգանի յուղը և ռոզմարինը մազաթափության համար։ Ռոզմարինը գիտեմ, որ ծայրերին չի կարելի դնել, որովհետև սկսում է չորացնել, իսկ մազարմատներին սնուցում է և կանխում է մազաթափությունը, ժամանակ երևի թե կլինի արդեն 4-5 ամիս, որ չի դնում, իսկ նախքան այդ անընդհատ դնում է ու մի պահ թուլացել էր մազաթափությունը, բայց սիրելիներս նաև ինձ թվում է այո պետք է հատուկ նաև շամպույն, որ կանխի, որովհետև անալիզները տվել եմ, ինձ մոտ ամեն բան լավ է, թեպետ ամսի 4-ին անալիզ ունեի, որ մոռացա գնալ հանձնել, այդպես էլ մնաց, պետք է օրը փոխեմ, ամսի 10-ին մեկ այլ անալիզ ունեմ, կգնամ դրան, բժշկիս հետ պետք է տեսակցություն ունեմ, այդ օրը կասեմ, որ նորից արյան անալիզի օրը ակտիվացնի ու կխնդրեմ, որ ընդհանուր նորից հորմոնալ, թիրոին, այդ ամեն հորմոնները ստուգեն, նաև վիտամինների միգուցե ինչ-որ պակաս կա, որի արդյունքում, որ սա է, հիմա այնքան չի թափում, բայց պահ կար, այսպես փնջով դուրս էր գալիս, մանավանդ, երբ որ լողանում էի, ջրից դուրս գալուց հետո, այսպես սանրում եմ ու փնջով ձեռքս եմ, այսպես երկար գիծ, ոնց որ ինչ-որ մեկը այս հատվածից կտրել, ցավն է, որ չգիտեի ետնամասից է, ու ինչպես նկատում եք, այսպես աճում է ինքը, տեսեք, բայց դե միևնույն է, դրանից ստրես ես ապրում, ինչի պետք է այդպես լինի, մի խոսքով այսօր վլոգը ինչպես նայում եմ, որպես այդպիսին շատ բան չեմ նկարել, սիրելիներս ներող եղեք, այսքանի օր այսպես կլինի, միջև որ մեր օրվա ռիթմը կնորմալանա, կտեղափոխվենք, որտեղ մի փոքր էստեղ ենք, մի փոքր այնտեղ ենք, այստեղ է խառնաշփոթ, այնտեղ է խառնաշփոթ, հետևաբար չես կարողանում օրվան ընտարագարակ ուտեստները պատրաստում, գնում ես այնտեղ գործ ես անում, կամ մաման է անում, կամ երեխաները դասերի հետ մի բան այնտեղ անել, օրինակ վաղը պետք է տեղափոխեմ լոգարանի համար նախատեսված օգտագործման միջոցները, մեր կոշիկների պահարանը պետք է գնենք, դա ենք թողել, դա պետք է հասկանանք ի վերջո, որտեղ այնտեղ պատշգամբ չկա, այդ պատշգամբում էինք դնում մի հատ պահարան կար պլաստիկի, այդտեղ էինք պահում այն կոշիկները, որոնք որ չենք հագնելու, իսկ այս պարագայում արդեն որ չկա ու դու կանգնելու ես այսպես խնդրի առաջ, այնպեսին պետք է ընտրենք, որ կոմպակտ լինի, հարմար լինի, շատ տեղ չզբաղացնի նաև, մեկը ընտրել ենք, ցույց տվել եմ ձեզ, երևի երևույթի դա կգնենք փոքրիկ արանքներ ունի, որ կարող ես պայուսակ և կամ մեկ հատ այսպես կոշիկներ դնել, զույգ դնել, Այդ էլ այդպես ելնես, ինչ եմ ուզում ասել, վլոգները մի փոքր կարճ կստացվեն, երկար չեն լինի, այսպես հագեցած չի լինի, այս քանի օրը եթե ցանկանում եք ամեն օրվա վլոգ լինեն ուղղակի այնտեղ տան գործեր, հետո մի փոքր այստեղ զրուցելու, եթե հարմար լինի ինչ-որ մի բան պատրաստեմ, բայց անկեղծ եմ ասում, դեռ ոչինչ այսպես առաջվա պես չեմ կարող նկարահանել, որովհետև հիմնականը ես այնտեղ եմ լինում, մաման երեխաների հետ տանն է լինում, ինքն է պատրաստում, այսինքն որպես այդպես խոհանոցային թեմատիկայով ինչ-որ բան չեմ կարող նկարել, վաղը պետք է գնան գնումների, այսօր պետք է գնան գնումների, վաղը պետք է գնան գնումների, այսպես ովքեր որ այս իրավիճակում են ինձ ամբողջովին կհասկանան, իսկ կար մարդիկ էլ որ մեկնաբանություն աչքովս ընկավ, որ գրել էր միշտ տրտնջում ես, միշտ լաց ես լինում, այսպես զարմացած ես կամերայի առջև առաջի ու վերջի անգամ լաց եմ եղել, երբ որ մեր փիսիկի մասին եմ խոսել։ Խնդրում եմ ջուր կարծիքներ չտարածել, ինչքան էլ ես տխուր լինեմ, միևնույնը փորձում եմ իմ մեջ բայել, ու երկրորդն էլ եթե ես ինչ-որ բաներով կիսում եմ, իմ հետևորդներին ինձ արդեն ճանաչում են մշտական ու գիտեն ինձ, իմ բնավորությունը ու հասրելնես, ես ցույց եմ տալիս իմ կյանքը այնպիսին, ինչպիսին որ կա խնդիրներով, լավ պահերով, վատ պահերով,
Իսկ այն Instagram-յան ու մնացած էջերում, Facebook-յան, Reels-երում, որ տեսնում եք ամեն իդեալական, իմ կյանքը այդպիսի իդեալական չի, հետո վերջում ստացվում է այդ իդեալական ընտանիքները բաժանվում են, սկսում է բողոքը, սկսում է, որ այսպես էր, այնպես էր սիրելիներս։ Իմ ընտանիքը կա այսպիսին, ինչպիսին որ կա, ես ամենասովորական մարդ եմ ձեր նման, ու եթե ձեր կյանքը ամեն օր անցնում է ուրախ, խնջույքների, առիթների եւ այլների մեջ ճամփորդությունների այս մի ինքնաթիռից իջնում եք, վազում եք, մյուս ինքնաթիռն եք նստում, ցավոք սրտի, ես դասում եմ ամենասովորական մարդկանց շարքին, ցավոք սրտի, ձեզ համար ես շատ ուրախ եմ, որ ձեր կյանքը այսպես շիկ ու շվավի մեջ անցնում ու դուք ամեն օր այսպես ուրախ զվարթ ապրում եք, հա, երանի ձեզ, որ հոգսեր չունեք ու մտածելու բաներ չունեք։ Այդ այդպես, այնպես որ էլի ու էլի կրկնում եմ, եթե ձեզ հետաքրքիր չի այստեղ, ինչու եք մնում, այդ ինչու եք հետևում ինձ, որ այդքան նայելուց հետո միշտ ասում եք տխուր, ես երբեք այսպես օրվա պրոբլեմները տխրության հետ չեմ կապում, չկա այդպիսի մարդ, որ ամեն օր ինչ-որ մի խնդիր չունենա, որ այդ հարցը պետք է լուծի, տարական այդ ինչ պատրաստելն էլ հենց արդեն խնդիր է, այնպես որ սիրելիներս, փորձեք մի քիչ բարի լինել, էլի, ձեր մեջի այդ որդերը մի օր ձեզ կուտեն, ձեզանից բան չի մնա, անկեղծ եմ ասում, մարդ այդքան չարություն որտեղից կարա իր մեջ պահի, ես ինձ կյանքը այդքան կհարվածի, ես ինձ մեջ ոչ ոքի հանդեպ չարություն չեմ պահում, դուք ինչ եք, Աստված մի արասցե, սիրելիներս մի խոսքով, այդ էլ այդպես, հիմա կասեն, այ տեսար էլի սկսեցիր դժգոհել, չէ, չեմ դժգոհում, կա այն ինչ-որ ասում եմ, բայց ուղղակի այսպես զավեշտալի էր էլի, որ անընդհատ լաց ես լինում, որ կադրում եմ, ես ամեն օր լաց լինում, տարօրինակ է, որ կադրում, դուք եղեք մի հատ ու ցույց տվեք, ես որ կադրում եմ ամեն օր լաց լինում, ուղղակի ասելուց առաջ երևի այստեղ կա մի բան, որ պետք է մտածել, եթե մտածում եք, որ դուք ինձ ցավեցնում եք, ընդհանրապես չեք ցավեցնում, ուղղակի տարօրինակ է, որ այսպեսի հեգնական մեկնաբանություններ ես տեսնում, իսկ եթե ես ամեն օր տեղադրում եմ, դա ինձ հաճույք է պատճառում, փորձեք հանկարծ ու հանկարծ, մի հատ փորձեք ուղղակի ձեր օրվա այսքան շարժի մեջ դուք հասցրեք թեկուզ 10 րոպե ինչ-որ վլոգ անել ու հետո մոնտաժել երեկոյան, քեզ հապայես, որ քունը չտանի, հասցնես մոնտաժել, տեղադրել, ինձ գնահատողը դրա արժեքը հասկանումը ու ինձ հետ է, ես արդեն այդ մարդկանց անգիր գիտեմ ու ես իրեն շատ սիրում եմ, որովհետև իրենք ընդհանուր առմամբ ես 10 տարի էստեղ, բայց վլոգներ նկարում եմ արդեն կլինի 5 տարի ընդմիջումով մոտ 8 ամիս դադար եմ տալիս, հետո նույնց վերադառնում եմ, դա էլ կախված է իմ վիճակի հետ, որ շատ զբաղված եմ լինում, չեմ հասնում, բայց հիմա ինքս ինձ ասում եմ միևնույն է, այդ զբաղվածությունն անգամ ինձ չի կարող շեղել, որ ես իմ սիրած գործն անեմ, որովհետև ես էլի ու էլի կրկնում եմ, ես այստեղ YouTube-ից, եթե գումար եմ աշխատում, շատ չնչին գումար եմ աշխատում, սիրելիներս, դա ես կարող եմ ուղղակի այսպես էլ բարձրաձայն ասել առնվազն ամսական 70 եվրո ես YouTube-ից աշխատեմ, թե ոչ, բայց ես ամեն օր փորձում եմ հոլովակ նկարել, որպեսզի ես ինձ լավ զգամ, որպեսզի ինձ սպասող մարդիկ գիտեն, որ սպասում են, տեսնեն, այդ 15 րոպեն է մի փոքր հանգստանան, կտրվեն իրանց առօրյա գործերից կամ գիտեմ, որ իմ կյանքն էլ է իրենցին նման, չմտածեմ, որ այդ դժվարությունները միայն իրենք ունեն, հա, բայց սիրելիներս իմ կյանքը ինստագրամյան կյանք չէ, ես ձեզանից մեկն եմ, սովորական մեկն եմ, ով որ իր օրն է նկարում ու տեղադրում, ես չեմ կարող ստել այն մարդկանց ու ցույց տալ, որ իմ կյանքում ամեն բան է իդեալական, պես որ սիրելիներս խնդրում եմ, մի բան գրելուց առաջ, ես հասկանում եմ, որ դուք դա մտածված եք գրում, որ ինձ ցավեցնեք, բայց չեք ցավեցնում, ուղղակի փորձեք ձեր նախանձությունը, թույնը ձեր մեջից դուրս բերել ու կտեսնեք ձեր կյանքը ինչքանով լավ կստացվի։
Այդքան բան կարող եմ ասել, իսկ իմ մշտական հետևորդներն ասում են, որ ձեզ շատ սիրում եմ, համբերեք, բան չմնաց, կտեղափոխվենք, ամեն բան իր տեղը կընկնի, ես իմ խոհանոցում կհայտնվեմ, այս պահին այսպեսին է սիրելիներս, լավ մնացեք, բարին են ձեզ, խնդրում եմ չմոռանալ, եթե դիտում եք ու չեք բաժանորդագրվել, անպայման բաժանորդագրվեք սիրելիներս, դա ձեզանից հավատացեք ոչինչ չի տանում, վլոգը դիտելուց առաջ խնդրում եմ ուղղակի լայքեք, որպեսզի տվյալ տեսանյութը YouTube-ը համարի հետաքրքիր ու տարածի։ Բոլորից շատ կհանդիպենք հաջորդ վլոգում։ Ցտեսություն, բարի գիշեր։